Եթե դուք դժվար եք քնում, գիշերվա կեսին արթնանում եք կամ արթնանում եք առավոտյան արդեն հոգնած, երբ 7-ից 8 ժամ քնել եք, ուրեմն այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Ես միշտ ասում եմ թե իմ պացիենտներին, թե իմ ընկերներին, թե առհասարակ իմ ընկերները նույնիսկ դա դարձրել են թեւավոր խոսքի նման մի բան, պետք է քնել այսօր եւ արթնանալ վաղը։ Ինչու Անուշ, կասեն ինչու։ Ասեմ ինչու, որովհետև բնականաբար մեր քնի ռեժիմը կապված է մեր հորմոնալ փոփոխությունների ու բալանսի հետ, նյութափոխանակության հետ։ Այդ ցիրկադիան ռիթմերը իրանք շատ կարևոր են եւ ապահովում են մեր օրգանիզմի անխափան աշխատանքը։ Հորդորում եմ, խնդրում եմ, չգիտեմ, ամեն ինչ անում եմ պացիենտներին, ասում եմ, որ քնելուց մոտավորապես 30-ից 60 րոպե մի օգտագործեք գadgetները, մի նայեք այդ ռիլերը։ Ինչու ենք գիշերն արթնանում, Անուշ։ Կես գիշերին կամ գիշերվա որոշակի ժամի, իմ մոտ օրինակ երբեմն լինում է գիշերվա 4-ին արթնանում եմ, անընդհատ 4-ին, այսպես կարծես բուդիլիկ դրված լինի։ Որն է պատճառը, ինչ է կատարվում։ Վերջի շրջանում շատ մեծ տարածում ստացավ այդ գիշերային արթնացումների թեման սովորական վիճակում, երբ որ ամեն ինչ նորմալ է, երբ նյարդային համակարգը աշխատում է նորմալ անխափան, այդ գիշերային արթնացումները պիտի չլինեն։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը բարև ձեզ։ Գիշերն արթուն մնալը սովորություն է դարձել։ Եթե դուք դժվար եք քնում, գիշերվա կեսին արթնանում եք կամ արթնանում եք առավոտյան արդեն հոգնած, երբ 7-ից 8 ժամ քնել եք, ուրեմն այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Այսօրվա մեր հյուրն է նյարդաբան Անուշ Կասպարյանը, ում հետ կզրուցենք անքնության իրական պատճառների եւ լուծումների մասին։ Ողջույն Անուշ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ունենալու Ես համար։ էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Անքնությունը թեմա է, որ տանջում է շատերին, օգնեք մեզ հասկանալ ի վերջո անքնությունը հիվանդություն է թե վատ սովորություն։ Ամ, Իրականում անքնությունը դա այդ ամեն ինչի համակցված, այսպես ասած, հասկացողությունն է։ Հիվանդություն համարում ենք այն ժամանակ անքնությունը, երբ քնում ենք շաբաթական 3 անգամ վատ եւ այն տևում է 3 ամսից ավել եւ նաեւ դրա հետ մեկտեղ առավոտյան եւ առօրյա գործունեության վրա վատ ազդեցություն ունի, օրինակ ունենում ենք հոգնածություն, կենտրոնացման, հիշողության դժվարացում, դյուրակրկիր վիճակ, ֆիզիկական ինքնազգացողության վատացում։ Այդ ժամանակ մենք արդեն իսկ անքնությունով համարում ենք որպես հիվանդություն։ Իսկ մնացած դեպքերում բնականաբար անքնությունը դա վարքային փոփոխություն, սովորութային որոշակի բաների եւ օրգանիզմի կենսական ռիթմերի ոչ ճիշտ իրականացման արդյունքում առաջացող կենսական ինչ-որ մի երևույթ է։ Բնականաբար եկեք նաև հասկանանք, թե ինչ է իրենց ներկայացնում անքնությունը։ Քնի դժվար, այսինքն քուն մտնելու դժվարացում, քնի պահպանման անհամաձայնություն, անհամապատասխանություն եւ վաղ արթնացում, որը որ դրսևորվում է հաջորդ օրը կամ առօրյայում գործունեության որոշակի խախտումներով։ Շատ լավ, բայց կհամաձայնեք, որ շատ շատերն են անքնությամբ տառապում, դարի հիվանդություն է եւ փորձենք հասկանալ պատճառները, ինչի հետևանք է անքնությունը։ Առաջին հերթին հենց ամենակարևորը հասկանալ ինչի հետևանքով է անքնությունը, այսինքն անքնությունը բուն հենց քնի ռիթմի խանգարում է, որտեղ մենք քունը ունենք որոշակի ռիթմերից բաղկացած մի համակցված հասկացողություն, քունը իրենց ներկայացնում է դա խորը քնի փուլ, մակերեսային քնի փուլ եւ REM քնի փուլ։ Եթե այդ ռիթմերը, այդ ցիրկադիան ռիթմեր կոչված է, այսպես ասած, իրենք խախտվում են, այո, դա արդեն բուն անքնություն է համարվում, այսինքն քուն քնի խանգարում որպես հիվանդություն։ Եթե մենք ունենք սովորությունների խախտում, որի հետևանքով առաջանում է օրինակ քնի դժվարացում, վատ քուն, մակերեսային քուն կամ արթնացման որոշակի փոփոխություններ, դա արդեն սովորութային որոշակի խնդիրներ են, որոնք որ հնարավոր է շատ հեշտ կարգավորել եւ կառավարել։ Իհարկե անքնությունը որպես հիվանդություն նույնպես բուժելի է, չհաշված եզակի որոշակի դեպքերի, որի մասին ավելի ուշ կխոսենք, բայց պետք չէ դրանով տառապել, պետք է ուղղակի, եթե այն դարձել է արդեն իսկ քրոնիկ եւ անհանգստություն է պատճառում, խանգարում է առօրյա գործունեությանը, դիմել մասնագետի ու հասկանալ ինչից է քնի խանգարումը։ Այո, իսկ սովորաբար, եթե սովորության հետ է կապված, որ սովորություններն են բերում անքնության։ Հիմնականում քնի ռեժիմի խախտումները։ Օրինակ կան մարդիկ, ովքեր ասում են, ես միշտ շատ ուշ եմ քնում, ճիշտ է, ուշ եմ արթնանում, բայց ես քնում եմ 8 ժամը։ Դա իրականում ճիշտ չէ։ Պետք չէ քնել 8 ժամ, այսինքն այո, պետք է քնել 8 ժամ, բայց ճիշտ 8 ժամ է պետք Ճիշտ քնել։ ժամին։
ճիշտ ժամի քնել։ Ես միշտ ասում եմ թե իմ պացիենտներին, թե իմ ընկերներին, թե առհասարակ իմ ընկերները նույնիսկ դա դարձրել են թեւավոր խոսքի նման մի բան, պետք է քնել այսօր եւ արթնանալ վաղը։ Այսինքն մենք պետք է քնենք մոտավորապես 10-11-11-ին ամենաուշը, եթե ուզում ենք ճիշտ ու որակով քնի ռեժիմ ունենալ եւ արթնանալ բնականաբար 7-8 ժամ անց։ Այսինքն մոտավորապես 7-ին, 8-ին ով երբ քնեց, այսպես ասած։ Ինչու Անուշ, կասեն ինչու։ Ասեմ ինչու, որովհետև բնականաբար մեր քնի ռեժիմը կապված է մեր հորմոնալ փոփոխությունների ու բալանսի հետ, նյութափոխանակության հետ։ Այդ ցիրկադիան ռիթմերը իրանք շատ կարևոր են եւ ապահովում են մեր օրգանիզմի անխափան աշխատանքը, նյութափոխանակությունը, այդ հորմոնալ բալանսը, ստրես, երջանկություն, քնի հորմոն եւ մնացած ամեն ինչը Սովի հորմոնները։ դրանք բոլորը այո իրար հետ շատ համակցված են եւ նրանք աշխատում են այսպես ասած բնական ժամացույցով, բնության ստեղծած այսպես ասած ցիրկադիան ռիթմով եւ ցանկացած նրա խանգարումը վերում է օրգանիզմի նյութափոխանակային process-ների հորմոնալ բալանսի խանգարմանը եւ արդեն իսկ դրանից հետո շատ ավելի բարդ հիվանդությունների առաջացմանը։ Իսկ այդ բոլոր հորմոնները իրենց ժամերն ունեն, գիշերվա ժամին, ինչպես նշեցիք, պետք է քնել այսօր, արթնանալ վաղը, ցանկալի է գիշերը 10-ից գոնե 11-ից սկսած, որովհետև աճի հորմոնն է արտադրվում եւ դա անդրադառնում է ամբողջ օրգան համակարգի վրա, ըստ այդմ արդեն մյուս հորմոնները, օրինակ, եթե լավ չեք քնում, հաջորդ օրը նկատել եք, որ սովի զգացողություն եք ունենում, որովհետև բարձր է քաղցի հորմոնը եւ մենք արագ ուտելու ցանկություն է առաջանում, այս դեպքում էլ ավելորդ քաշ է առաջանում, իհարկե այս ամենը կապված է նաեւ նյարդային համակարգի հետ, դառնում ենք ավելի դյուրագրգիռ, անաշխատունակ։ Ավելորդ քաշի հետ կապված ճիշտ է, ես էնդոկրինոլոգ չեմ, բայց քնած ժամանակ է ճարպը այրվում եւ այն մարդիկ, ովքեր որ տառապում են ճարպակալումով կամ պարապում են օրինակ կամ դիետաներ են անում, որպեսզի նիհարեն, իրենց համար է շատ կարեւոր է քնի ճիշտ ռեժիմը, որտեղ եթե նրանք չպահեն քնի ճիշտ ռեժիմը, բնականաբար ճարպի ճիշտ այրում չի լինի ու նրանք նաեւ չեն կարող նիհարել։ Շնորհակալություն։ Սրա մասին կիմանայիք, եթե բաժանորդագրված լինեիք մեր ալիքին, արեք դա հիմա, կարևորը բաց չթողնելու համար։ Եվ շարունակենք, անքնությունը կարող է կապված լինել, խոսեցինք հորմոնների մասին, այլ հիվանդության հետ, օրինակ վահանաձև գեղձով հիվանդները կարող են ունենալ անքնություն։ Այո, հիպերթիրեոզով հիվանդները սովորաբար ունենում են անքնություն եւ հակառակը հիպոթիրեոզով հիվանդները նրանք ավելի քնկոտ են լինում։ Որոշակի այլ հորմոնալ փոփոխությունների ժամանակ, օրինակ ցիկլի ժամանակ կարող է որոշակի ժամանակահատվածի անքնություն լինել, այսինքն այդ օրերին ավելի քունը խանգարված լինի, ինչու՞ չէ, երբեմն հետկլիմակտերիկ շրջանում կարող են լինել քնի խանգարումներ, դրանք բոլոր բերում են նյարդային գերգրգռված վիճակի, որը որ իր հերթին բերում է քնի խանգարման process-ների, բայց դա ինքը իրանով անքնություն որպես այդպիսին հիվանդություն չէ, այլ որոշակի խնդրի հետևանքով առաջացած process։ Դա պետք է բնականաբար հասկանալ բուն անքնություն է, թե հենց քնի խանգարման խնդիրն է, թե հետևանքն է որպես անքնություն։ Շատ հաճախ նաև կարևոր են շնչառական խնդիրները, օրինակ քնի ապնոյեն գոյություն ունի այդպիսի հասկացողություն, երբ քնած ժամանակ մարդու շունչը մի քանի վայրկյանով պահում է եւ բնականաբար դա նույնպես բերում է քնի խանգարումների, վատ քնի, մակերեսային քնի, արթնացումների եւ իր հետևանքների։ Քնի ապնոե շատ հաճախ հանդիպում է ավելորդ քաշ ունեցողների մոտ, ճարպակալում ունեցողների մոտ։ Հիմնականում այո, Այո։ բայց ոչ միայն։ Եվ անդրադառնանք կաջետներին, շատ տարածված, ինչու ենք ասում դարի հիվանդություն է անքնությունը, որովհետև այո, քնի որակի վրա ազդում է բացասաբար, ինչու։ Ես ավելի շատ կնշեմ գadgetների օգտագործումը քնելուց 30-ից 60 րոպե առաջ այդ սահմանում, դա շատ կարևոր է, հորդորում եմ, խնդրում եմ, չգիտեմ, ամեն ինչ անում եմ պացիենտներին, ասում եմ, որ քնելուց մոտավորապես 30-ից 60 րոպե մի օգտագործեք գadgetները, մի նայեք այդ ռիլերը, մի սկրոլ մի արեք, այդ դրանք ուղղակի նյարդային համակարգը գերգրգռված սիմպաթիկ, պարասիմպաթիկ նյարդային համակարգերը գերգրգռված վիճակում են պահում եւ չեն թողում քնի ոնց քնի անցման, այսինքն քուն մտնելու process-ին են խանգարում եւ մակերեսային քնի են բերում, այսինքն խորը քնի փուլը շատ ավելի դժվար է կատարվում այդ ժամանակ։ Մենք ունենք հիպոկամպ հասկացողությունը մեր ուղեղի կենտրոններից մեկն է, որը որ բնականաբար սկսում է իր մեջ պահպանել այդ կարճաժամկետ, կարճամետրաժ այդ ռոլիկները եւ պահպանելով իր մեջ այդ ինֆորմացիան չի թողում, որպեսզի քնի ռեժիմը կարգավորվի։ Ու կապ չունի դա դրական ինֆորմացիա է, լավ ռոլիկ է, վատ ռոլիկ է,
բնական չի։ Այդ անդադ փոփոխվող այդ կադրերը եւ այլն իրենք նպաստում են գերդրդվածության նյարդային համակարգի եւ քնի խանգարումների են բերում։ Սա է իրականությունը։ Անցնենք մյուս գործոններին, կոֆեինը, սուրճ, թեյ, էներգետիկ ըմպելիքները արդեն հասկանալի է, նույնպես վնասում Ալկոհոլը։ են, ալկոհոլը։ Այո, մենք խորհուրդ չենք տալիս երեկոյան ժամերին խմել կոֆեինով հարուստ սուրճ եւ թեյ, բնականաբար էներգետիկների մասին առհասարակ բացառված է, դրա մասին չենք էլ ուզում խոսենք, դրանք առհասարակ չարիք են համարվում, առհասարակ իրենց պետք չէ օգտագործել ուր մնաց թե երեկոյան, ցավոք մեր երիտասարդները դրանք շատ են օգտագործում ու հենց երիտասարդների շրջանում էլ հենց քնի խանգարումները շատ ավելի շատ են լինում այդ պատճառներով այնպես չի որ մենք օրդորում ենք առհասարակ սուրճ ու թեյ չխմել, չէ, պետք է խմել, բայց ամեն ինչ էլ չափի մեջ, այսինքն երեկոյան ժամը 6-ից հետո պետք չէ խմել, քանակը պետք չէ չարաշահել, մաքսիմում օրվա ընթացքում 3 բաժակ սուրճ, ոչ ավելի, եթե նաև խմում ենք թեյ, ապա սուրճը կրճատում ենք թեյի հաշվին։ Ինչ վերաբերվում է ալկոհոլին, շատ պացիենտներ ու մարդիկ հասարակությունը մտածում են, որ դե լավ, դե չեմ քնում, մի բաժակ մի բան խմեմ, կանջատվեմ, կթմրեմ, կքնեմ։ Ճիշտ է, այս սկզբնական շրջանում ալկոհոլը ունի թմրեցնող ազդեցություն, բայց հետագայում հակառակն է, այսինքն ուղեղը երբ որ սկսում է, այսպես ասած, վերականգնվել ալկոհոլից, գերգրգռված վիճակով է աշխատում, բնականաբար կարող է բերել էլի քնի խանգարումների։ Ուրեմն սա միֆ է, որ ալկոհոլը օգնում է քնել, ճիշտ հակառակը խանգարում է քնին։ Այո։ Շարունակենք, ինչու ենք գիշերն արթնանում, Անուշ։ Կես գիշերին կամ գիշերվա որոշակի ժամի, իմ մոտ օրինակ երբեմն լինում է գիշերվա 4-ին արթնանում եմ, անընդհատ 4-ին, այսպես կարծես բուդիլնիկ դրված լինի։ Որն է պատճառը, ինչ է կատարվում։ Վերջի շրջանում շատ մեծ տարածում ստացավ այդ գիշերային արթնացումների թեման, ինչու, որովհետև ինչու հենց 4-ին մոտ սահմաններում, տեսեք, մենք շատ հաճախ ասում ենք հա 4-ին, բայց բնականաբար դա ինդիվիդուալ է, մարդկա 3-ին, մարդկա 4, 4:30, որ ասում ենք 4-ին, երբեմն իմ ռելերի տակ գրում են, ես 4-ին չեմ արթնանում, ես օրինակ 3-ին եմ արթնանում, բայց դա նույն բանի մասին է էլի խոսքը։ Նայեք, ուրեմն ժամը 4-ին շրջանում այսպես ասեմ, սահմաններում սկսում է արտադրվել կորտիզոլը, մեր ստրեսի հորմոնը, որը որ նպաստում է մեր արթնացմանը։ Ստրեսի հորմոնը ինքը այնպես չի որ միայն վատ հորմոն է, ինքը նաև լավ հորմոն է, որովհետև նա ապահովում է մեր առօրյա ակտիվությունը, մեր արթնացումը, մեր արթուն մնալը, մեր այսպես ասած պատրաստ լինել կյանքի, այսպես ասած եւ առօրյա թողու բոհին, դիմացկունությունը, այո, ու ուժը, էներգիան, նույնպես կարող է կորտիզոլը նպաստել, որպեսզի արտադրվի։ Ու երբ որ ժամը 4-ին սկսում են նրա առաջացման, այսպես ասած, process-ները, նյութափոխանակային process-ները, այդ ժամանակ մեր նյարդային համակարգը ինքը ավելի դյուրազգաց է լինում։ Ու այն մարդիկ, ովքեր որ սովորաբար քրոնիկ ստրեսային իրավիճակում են գտնվում եւ դյուրազգաց են տարբեր փոփոխություններին օրգանիզմում ընդհուպ մինչեւ օրինակ ինչ որ մի սննդի ընդունմանը, նրանք այդ հորմոնալ փոփոխություններին նույնպես շատ դյուրազգաց են լինում։ Եվ այդ արտադրման պահը, երբ որ սկսում է կորտիզոլը արտադրվել, այսինքն օրգանիզմը սկսում է արթնանալ, նրանք դյուրազգաց լինելու պատճառով ինքնին արթնանում են ու արդեն բնականաբար էլ չեն կարողանում քնել։ Դա սովորաբար լինում է քրոնիկ ստրեսների ժամանակ, այսինքն երբ օրգանիզմը քրոնիկ ստրեսի վիճակում է գտնվում։ Սովորական վիճակում, երբ որ ամեն ինչ նորմալ է, երբ նյարդային համակարգը աշխատում է նորմալ անխափան, այդ գիշերային արթնացումները պիտի չլինեն։ Նաև կարող է շատ հաճախ լինել գերհոգնածությունների ժամանակ, որտեղ գերհոգնածությունը նույնպես օրգանիզմի համար քրոնիկ ստրես է համարվում։ Հիմա կասան ինչպես անենք, որ չարթնանանք միշտ նույն ժամին գիշերվա կեսին։ Պետք է բնականաբար սկսել պահել քնի հիգիենան, որը որ կնպաստի առաջին հերթին նյարդային համակարգի լավացմանը, խուսափել քրոնիկ ստրեսներին, դուք կասեն, բա ո՞նց անենք, որ քրոնիկ ստրեսներից խուսափել։ Իրականում քունը ես ինչի եմ ասում, դա մի քանի տարբեր բաների համակցված, այսպես ասած, առողջ քունը համակցված աշխատանք է, այսինքն բացի նրանից, որ մենք պետք է պահպանենք քնի հիգիենան, առօրյա գործունեությունը, զբաղվենք ֆիզիկական ակտիվությամբ, երեկոյան ժամերին ֆիզիկապես ավելի пассив լինենք, քնից առաջ որոշակի ռիտուալներ կարող ենք անել, օրինակ ընթերցանություն, իսկ մարդիկ այդ ընթերցանությունը ու գրքերը շատ վաղուց արդեն դրել են մի կողմ ու իրենց ձեռքն են վերցնում միանգամից գadgetները, որը որ լրիվ հակառակ ազդեցությունն է թողում։ Այդ գadgetները դրեք մի կողմ ժամը 10-ից հետո, այդ ինչ պիտի լինի, ես չեմ պատկերացնում, նույնիսկ ես ինքս բժիշկ
լինելով ես հավատացած եմ ու վստահ եմ, որ այո, ճիշտ է, կարող լինեն դեպքեր, որ պետք լինի, որ գիշերային ժամերին պացիենտները եւ այլն արտանան, զանգում են ինչ-որ բան է պատահում, բայց դա միշտ չի լինում, ամեն օր չի լինում։ Կարելի է ուղղակի դնել մի կողմ եւ վերցնել ինչ-որ մի հետաքրքիր գիրք, նախ առաջին հերթին քունը ավելի լավ մեղմ կլինի Ընթերցանությունն գadgetներից, օգնում է։ այո, ընթերցանությունը շատ օգնում է։ Թեթև ընթերցանության մասին է խոսքը, դու վախենալու ինչ որ բաներ պետք չի կարդալ, լավ բաներ է պետք կարդալ, եւ բնականաբար գadgetներից էլ հեռու կլինենք, դա էլ երկրորդ պատճառը, որ նպաստում է վատ քնին, ավելի հեշտ քուն կմտնենք, նյարդային համակարգը ավելի հանգիստ կլինի, վատ ինֆորմացիաներ քննելուց առաջ չենք ունենա, երեկոյան ժամերին կարելի է մի քիչ զբոսնել, մեդիտացիա անել, շնչառական վարժություններ անել, իսկ առավոտյան արդեն արթնացման ժամանակ, երբ որ մենք շուտ քնենք եւ շուտ կարթնանանք, արդեն ժամանակ էլ կունենանք ինչ-որ ֆիզիկական ակտիվության, թե մարմնամարզության, թե սպորտով զբաղվելու, չգիտեմ, լողի գնալու, ամեն մեկը ոնց կցանկանա, ոնց իրեն ավելի իր հոգուն հարազատ կլինի, այո, այդ առօրյա ռեժիմը, եթե մենք փորձենք գոնե պահենք ճիշտ, բնականաբար դրանով արդեն իսկ մեր օրգանիզմում որոշակի նյարդային հանգստություն կտիրի, կամաց այդ ամեն ինչը սովորություն եւ ստաբիլ դարձնելուց հետո կամաց այդ ամեն ինչը կարող է վերականգնվել։ Սա սովորութային քնի խանգարումների մասին է իհարկե խոսքը։ Իսկ օրական որքան պետք է քնել անուշ եւ ճիշտ է, որ կանանց օրգանիզմը պահանջում է ավելի երկար քնել վերականգնվելու համար։ Կա նման բան, կա նման հետազոտություններ, որ այո, կանանց օրգանիզմին ավելի շատ է պահանջում մոտ 1 ժամ, մինչև 20 րոպե, այո, ավել քուն է պահանջում, քան տղամարդկանց վերականգնվելու համար, դա պայմանավորված է կանանց մոտ շատ ավելի ակտիվ հորմոնալ փոփոխությունների, շատ ավելի գեր հոգնելիությունով, որովհետև մենք կանայք նույնիսկ ինդիվիդուալ է, բոլորի մասին չի խոսքը, բայց մենք կանայք շատ ավելի շատ գործեր ենք անում առօրյայում, ընտանիք, ամուսին, երեխաներ, աշխատանք ու մնացած ամեն ինչը, քան տղամարդիկ, այս չի վերաբերվում ֆիզիոլոգիայով ասում են տղամարդը ուժեղ սեռ է, կինը թույլ, չէ՞ ֆիզիոլոգիայի տանելիությանը այդ դժվարությունների օրգանիզմը շատ ավելի ուժեղ է, այո, ինչի դա տեստոստերոնի հաշվին է։ Այո, սրա մասին էր խոսքը, փաստորեն կանայք 2 ժամ ավել պիտի քնեն տղամարդկանցից, հիշեք հարգելի տղամարդիկ, թող հանգստանան ձեր կանայք, որպեսզի հաջորդ օրը կարողանան ձեզ ծառայել նորից լիարժեք եւ ընտանիքին։ Խոսենք անքնությունը կամ քնի պակասը ինչ ռիսկեր կարող են պարունակել անուշ, որովհետեւ երբեմն մենք այսպես մատների արանքով ենք վերաբերվում։ Դե լավ, քիչ քնեցի, սա նորմալ է, բայց կարող են լինել բարդություններ։ Ամենաշատը կուզենամ խոսել ուղեղի վերականգնման պրոցեսների մասին, որտեղ մնացած ամեն ինչի մասին խոսեցինք, ուղեղի վերականգնումը եւ այդ նեյրոպլաստիկություն կոչվածը, եթե մենք չունենանք առողջ քուն, եթե մենք չունենանք նորմալ քուն, դա չի իրականանում։ Ինչ է իրենից ներկայացնում նեյրոպլաստիկությունը, դա նոր նեյրոնալ կապերի ստեղծման, նյարդային բջիջների համակցված աշխատանքի եւ այդ իմպուլսների հաղորդականության ճիշտ կատարման պրոցեսներն են։ Եթե մենք չունենք նորմալ քուն, այդ կապերը թուլանում են, այդ իմպուլսները վատանում են եւ մենք ունենում ենք սկզբից հիշողության, կենտրոնացման դժվարացում, այնուհետեւ նոր ինչ-որ մի բան սովորելու դժվարացում, այսինքն մենք չենք կարողանում ուղղակի մեր առօրյա գործունեությունը կառավարել, դառնում ենք ավելի դյուրագրգիռ որոշակի հարցեր, երբ որ մենք նախկինում կարողանում էինք շատ հեշտ լուծել եւ կարգավորել, մեր համար դառնում են անլուծելի խնդիրներ եւ իհարկե այդ ամեն ինչը բերում է տարբեր հորմոնալ փոփոխությունների, նյութափոխանակային փոփոխությունների, որից էլ առաջանում են արդեն իսկ օրգանական խնդիրները եւ հիվանդությունները։ Այդ թվում շաքարային դիաբետ, քաղցկեղի ռիսկն է բարձրանում, իմունիտետը առհասարակ ընկնում է, իսկ մենք խոցելի ենք դառնում տարատեսակ վիրուսների նկատմամբ։ Եվ ես ձեր էջում մի հետաքրքիր ինֆորմացիայի հանդիպեցի՝ մահացու անքնություն։ Ինչի մասին է խոսքը։ Անքնությունը կարող է լինել մահացու։ Այդ մահացու անքնությունը շատ տպավորիչ է հնչում իրականում, բայց ինքը կապ չունի սովորական անքնության հետ ու եթե մենք մի քանի օր չենք քնում, դա դեռ մահացու անքնություն չէ։ Դա այդպիսի հիվանդություն է, գենետիկ որոշակի գեների մուտացիայով պայմանավորված գենետիկական շատ հազվադեպ հանդիպող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, պրիոնային հիվանդությունների շարքին է դասվում,
թալամուսում կան որոշակի հատվածներ, որոնք որ սկսում են նեյրոդեգեներացիայի ենթարկվել այդ հիվանդության ժամանակ եւ որոշակի քանակով նեյրոդեգեներատիվ process-ներից հետո արդեն մենք ունենում ենք կոչվում է fatal familial insomnia, այսինքն մահաբեր ժառանգական անքնություն ու բնականաբար սա արդեն իսկ անբուժելի խնդիր է շատ հազվադեպ հանդիպող է մի վախեցեք այնպես չի որ եթե դուք ունեք անքնություն որոշակի ժամանակ ուրեմն դուք ունեք այդ մահացու անքնություն Անուշ հիմա կհարցնեն դեղորայքային բուժման մասին, քնի դեղերը անվտանգ են, թե կարելի է օգտագործել։ Չի կարելի օգտագործել, միանշանակ կարող եմ ասել, եթե դա չի նշանակել բժիշկը, որովհետև մենք խոսեցինք պատճառների մասին, խոսեցինք, որ ավելի շատ անքնությունը ինքը սովորութային խնդիր է եւ ոչ մի դեղ, ոչ մի մելատոնին, ոչ մի ու նմանատիպ դեղեր ուղղակի խմելով ձեր անքնությունը չի վերանա, այսինքն եթե մենք չենք վերացնում պատճառը, անկախ նրանից, որ օքեյ, ինչ որ ժամանակով, ինչ որ պահի, ինչ որ պերիոդում միգուցե դեղորայքով ավելի լավ քնենք, բայց խնդիրը եթե մնա, ինքը բնականաբար ավելի կխորանա։ Ու ավելի լավ է դուք փորձեք ու համառորեն պայքարեք այդ սովորությունները ձեռք բերելով, վստահաբար շատ ավելի լավ կօգնի, քան թե սկսենք դեղորայքային բուժմանը։ Իրականում մեզ էլ որ դիմում են պացիենտները անքնությամբ, մենք շատ հազվադեպ դեպքերում է, որ հենց քնաբեր ենք նշանակում։ Շատ հազվադեպ։ Բայց ինչու հիմա կասեն, ես չունեմ որևէ այլ հիվանդություն, խնդիր, իմ անքնությունը սովորությունների հետ է պայմանավորված, իսկ մելատոնինն էլ քնի հորմոն է, ինչու չի կարելի լրացնել քնելու համար։ Բայց ինչ գիտեն մելատոնինը պակաս է թե ոչ։ Ավել է կխանգարի։ Շատ հաճախ երբ պացիենտները գալիս են անքնությամբ, մենք ստուգում ենք մելատոնինը արտադրվում է օրգանիզմում, թե չի արտադրվում համապատասխան ժամերին, նրանց մոտ մելատոնինի խնդիր չկա, այսինքն նրանց մոտ քնի հորմոնը արտադրվում է, բայց իրեն սովորութային փոփոխությունների հետևանքով նրանք չեն կարողանում քնել։ Այսինքն պետք է այդ սովորությունները, այդ քնի հիգիենան եւ ամեն ինչը նյարդային համակարգը կարգավորել։ Պետք է չխանգարել մելատոնինի արտադրությանը, ընդամենը, այս գաչետները երբ պահում ենք աչքերին, վերջ, խանգարում ենք արտադրությանը մելատոնինի։ Ինչու, որովհետև թվում է, թե լույսը բացվեց, աչքերը այդպես են ընկալում եւ քնել արդեն չի ստացվի։ Ամենա բոլորիս հայտնի վիտամին D-ն նույնիսկ, երբ որ մենք ունենք վիտամին D-ի պակաս, արդեն իսկ կարող ենք ունենալ քնի խանգարում, որովհետև վիտամին D-ի պակաս, վիտամին D-ն նպաստում է մելատոնինի արտադրմանը։ Այսինքն շատ են պատճառները քնի խանգարումների, ամենակարևորը հասկանալ թե ինչից մարդ կամ լավ չի քնում կամ չի քնում Նյարդերից անուշ պատասխանում եմ։ Եթե նյարդերից, այդ դեպքում ինչպես օգնել։ Հանգստացնող կաթիլներ, բուսական ինչ որ միջամտություն, մագնեզիում կարող է Դրանք օգնել։ իրականում շատ ինդիվիդուալ են, այո, դրանք անվնաս են, կարելի է օգտագործել, բայց շատ ինդիվիդուալ է դրանց օգնությունը, այսինքն կարող է մեկին շատ լավ օգնել, մեկին կարող է բացարձակ չօգնել, Նյարդերը հանգստացնելով, այո, կարողանանք քնել։ Ամեն դեպքում ավելի լավ է, քան հենց քնաբեր հաբեր խմելը, որովհետև այդ քնաբեր հաբերը խմելուց էլ կարող է առաջանալ դեղորայքային անքնություն։ Որոշակի կան հորմոնալ պրեպարատներ, կորտիկոստերոիդներ, կան անտիդեպրեսանտների տեսակներ, որոնց օգտագործումից կարող է առաջանալ քնի խանգարումներ, դրանց մասին մոռացանք խոսենք, որ հենց դեղորայք կախյալ անքնություն գոյություն ունեն, այսինքն դեղորայքներ, որոնց հետևանքով մարդու քունը խանգարվում է։ Դրանք նույնպես շատ կարևոր են։ Կարող ենք ասել, հակաբիոտիկները կարող են անքնություն Հակաբիոտիկները ոչ, չունեն ապացուցողական նշանակություն։ Կորտիկոստերոիդների մեջ կան հակադեպրեսանտները ամենաշատը։ Այո, հակադեպրեսանտները ամենաշատը թվում է, թե դրանք պիտի օգնեն քնել, բայց խանգարում են։ Իրականում հակադեպրեսանտ ընտրելն էլ պացիենտին դա շատ ինդիվիդուալ եւ դժվար գործ է, այն որ ասում են դե լավ դե գնացի բժիշկս ինձ անտիդեպրեսանտ նշանակեց, այդ անտիդեպրեսանտ, հակադեպրեսանտ ընտրելը տվյալ պացիենտի համար դա բավականին դժվար է ու հենց ճիշտ ընտրությունը եթե մենք կարողանում ենք գտնել, իհարկե դա շատ լավ է, իսկ եթե չենք կարողանում, բնականաբար ինքը կարող է բերել իր վատ հետևանքների նույնպես։ Երբ պետք է դիմել նյարդաբանի անքնության դեպքում անուշ։ Եթե շաբաթական 3 անգամ 3 ամիս տևողությամբ մենք ունենում ենք քնի խանգարում եւ այն ազդում է առօրյա գործունեությանը, արդեն նյարդաբանի դիմելու ժամանակն է։ Անդրադառնանք տարածված միֆերին, բարձրով իրականությունը։ Մասամբ հաղորդման ընթացքում մենք անդրադարձանք, բայց
Ալկոհոլը օգնում է քնել, թե վատացնում է վիճակը։ Վատացնում է վիճակը։ Սկզբնական պահին թմրեցնում է, բայց հետագայում վատացնում է քնի որակը։ Սոված քունը չի տանում, գիշերն ուտելը խանգարում է քնել։ Որն է։ Միֆ է։ Երկուսն էլ իրականում շատ կերած ժամանակ դա լավ չէ, որովհետև օրգանիզմը գիշերային ժամանակ աշխատում է գերծանրաբեռնված, որը նույնպես կարող է խանգարել քնի process-ին, իսկ սոված չեմ կարողում քնել, դա ընդհանրապես սովորություն է։ Կարող եք, հավատացեք, պետք չէ ուտել։ Քիչ քնելը նորմալ է, ճիշտ է թե վտանգավոր։ Վտանգավոր։ Կարող են հետ բերել կորցրած քունը հանգստյան օրերին։ Ոչ, միանշանակ չեն կարող քնել, պետք է ամեն օր ճիշտ։ Ճիշտ է, որ գիշերվա քունը կարգավորում է առավոտյան արևի լույսին նայելով։ Այո, երբ որ մենք արթնանում ենք առավոտյան սովորաբար 7-ից 8 նկատ ժամանակահատվածում պետք է նայենք արևի լույսին, որը որ արդեն իսկ այսպես ասած միացնում է մեր ցիրկադային ռիթմի աշխատանքը, որը որ նպաստում է արդեն գիշերային ժամերին ճիշտ ժամի մելատոնինի արտադրությունը։ Ամփոփենք եւ ասենք ինչպես կարգավորել քունը, ազատվել անքնությունից։ Պետք է առաջին հերթին պահել քնի հիգիենան, այսինքն 30-ից 60 րոպե չօգտագործել գadgetներ, քնից առաջ որոշակի ռելաքս process-ներ անել, ռիտուալներ անել քունը կարգավորող, անկողինը պետք չէ որպեսզի լինի ուղակի պարկելու բան, այլ ինքը պիտի ասոցացվի միայն քնի հետ։ Քնելուց առաջ թավալ մի եկեք անկողնում, հավատացեք, խանգարելու է քնել։ Պետք է կարգավորել նյարդային համակարգի վիճակը, խուսափել քրոնիկ ստրեսներից, ապահովել ֆիզիկական ակտիվությունը օրվա ընթացքում, ճիշտ ֆիզիկական ակտիվությունը եւ բնականաբար, եթե այն արդեն իսկ դարձել է քրոնիկ, չտառապել դրանով, այլ դիմել բժշկի։ Շնորհակալություն Անուշ կարևոր ինֆորմացիայի համար։ Մեր հյուրներ նյարդաբան Անուշ Գասպարյանը, հիշեք, առողջ եւ որակյալ քունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն ձեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար։ Փոքր քայլերով փորձեք սովորությունները վերել առօրյա կյանք, ազատվեք անքնությունից եւ վայելեք լիարժեք հանգիստ։ Հետևեք մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղի, ինչպես նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Իսկ մենք կհանդիպենք։